Տավուշցիներ ջան, հավաքվեք։ Երեք իմ ու տատիկիս պատրաստած կոնչոլը լավ մեկնաբանությունների արժանացավ, նաև վատ, բայց այսօր ես ու տատիկս ուզում ենք պատրաստել էլի տավուշան լավ ուտելիք, որը կոչվում է Փաթրուկ, ուրեմն յուղ, ալուր, սող, աղ եւ ջուր։ Յուղը ես լցնում։ Լցրու, ահա։ Փաթրուկը շատ համեղ, գյուղական, ճաշատեսակ է։ Լավ, կպատրաստենք, կփորձես կտեսնես։ Յուղը հալվեց։ Յուղը հալվեց, հիմա ավելացնում ենք Սոխը։ տեսնես հանել, ինչպես բերել է։ Ուրեմն մի քիչ նման է խաշիլին, բայց իր համն ու ձևը ուրիշ է։ Սա էլ է մեր մանկության ճաշերը, շատերը կհիշեն։ Իմ հասակակից մարդիկ։ Նա շատ հետաքրքիր մաս է։ Հիմա ես կտեսնեմ ոնց է տատիկս պատրաստում ալյուրը։ Ես կարամ քեզ օգնեմ։ Կարամ ես քեզ օգնեմ։ Կարաս օգնես, բայց պետք է սկզբից մի հատ բան անես։ Մեծ անի։ Մեծ պետք է։ Չէ, սենց անենք։ Հա, ջրով խառնում ենք, լինում է պինդ-մաս։ Աղ ավելացրեցինք։ Բայց երևի ձեռքերով էլ անենք։ Ասում ջուր ավելացնում ենք, հիմա պատրաստում ենք փոքր գնդիկների նման։ Բան դու սոխառացին հետևի Էլինա ջան։ Նենց հարաշ չվարվի ու շատ իրեղի։ Քան որ փոքր գնդիկներ շատ մեծոց չլինի, տրորում ենք։ Այսպիսի մասա ենք ստանում։ Ջուրը եռած, հիմա լցնում ենք ալուրը։ Զգուր ձեռքը չսպարես։ Դե սոխառացնենք ավելացնում Էլին։ Սալուր եմ տում։ Համետակս ջրում եմ։ Մի րոպե ձեր սոխառացել ես, այս շատ սոխառացել դու Էլին առեցիր։ Արդեն կեռա մի քիչ եւ պատրաստ է։ Համնահոտնը սրա մի ուրիշ ձև ունի։ Այսինքն վերջական չենք ավելացնում։ Չէ, արդեն վերջ։ Ես ասա արդեն համարը քիչ հետո պատրաստ կլինի։ Շատ հետաքրքիր է։ Չէ, ես խառնեմ։ Մարդիկ կան, որոնք կանաչիով են արտադիր պատրաստում, սիրում են ուրցա, համեմա, նայածով ոնց է, կինձա, իսկ ես սիրում եմ առանց այդ համեմունքներից։ Դենան ոնց ես անտեսելու։ Կհավանես։ Տատի ջան, համոզված եմ, որ կոնչոլի նման։ Դե հիմա համտեսի Էլինա ջան, տեսնենք լավ ոնց է։ Մի հատ հովացնեմ նոր ուտեմ, էլի։ Սպասում ենք։ Դուք Ոնքով չէ պատկերացնի, որ ես համով բան կուտեմ։ Դա շատ համով է։ Ապրես տատի։ Ամուր։